Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում մի շարք օրենքներում փոփոխություններ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որը բովանդակային առումով իր մեջ ներառում է երկու նոր ինստիտուտների եւ գաղափարների ներդրմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ։ Դրանից առաջին, ինչպես դուք նշեցիք, վերաբերվում է հետադարձ հիպոթեքի ինստիտուտի ներդրմանը եւ երկրորդը վերաբերվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտի ներդրմանը եւ թույլ տվեք մի փոքր մանրամասնել, թե ինչ են սրանք իրենցից ներկայացնում։ Մեծարգո վարչապետ, ինչպես նշեցիք, բավականաչափ մեծ գործիքակազմեր կան, որոնք որ զարգացած երկրներում ներընտրվել 50 տարի եւ ավել առաջ, օրինակ հետադարձ հիպոթեքի ինստիտուտը դրանցից մեկն է, որը ներդրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտավորապես հենց այդքան տարի առաջ եւ գործում է եւ հնարավորություն է տալիս թոշակառու տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ։ Մեր աշխատանքի ամբողջ ընթացքում, գործունեության ամբողջ ընթացքում երևի թե մեր կյանքի ամենաթանկ ձեռքբերումը դա հենց հանդես է գալիս անշարժ գույքը, որը որ մենք ձեռք ենք բերում մեր աշխատանքի ստացած եկամուտների հաշվին հիպոթեքային պայմանագրերով եւ այլ ճանապարհներով, ուղիղ գնումով կամ ժառանգությամբ օրինակ։ Եվ այս անշարժ գույքը ձեռք բերելու այդ աշխատանքի տարիներին կատարված վճարումները իրականացնելուց հետո ստանում ենք բացառիկ սեփականության իրավունք անշարժ գույքի նկատմամբ եւ թոշակառու տարիքի անցնելուց հետո խնդիր ենք ունենում այդ անշարժ գույքից համապատասխանաբար որոշակի ճանապարհով կամ մեխանիզմներով եկամուտներ ստանալու եւ թոշակի տարիքում արդեն ապահովելու մեր բարեկեցությունը հաշվի առնելով այն կապիտալը, որը որ կուտակվել էր անշարժ գույքի տեսքով։ Մեզ մոտ այս մասը դիտարկվում է ավելի շատ սպառողական, այսինքն մարդիկ ապրելով անշարժ գույքում չեն կարողանում որոշակի առումով հենց այդ պահին եկամուտ ստանալ, պահպանելով դրա օգտագործման եւ սեփականության իրավունքը, եւ հետադարձ հիպոթեքը հենց այն գործիքն է, որը զարգացած պետությունները ներընտրել եւ փորձել են կարգավորել այս հարցը եւ սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիպոթեկով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել, որպեսզի կարողանան նաեւ հոգալ որոշակի այն ծախսեր, որոնք որ իրեն կարող էին այս ճանապարհով, այս մեխանիզմով ստանալ եկամուտներ։ Եվ այս եկամուտները արդեն կգումարվի իրենց կողմից, իրենց համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոցներ, որպեսզի իրեն կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել եւ երկրորդ մասը ամուսնու բացառիկ սեփականության իրավունքին է վերաբերվում, այստեղ կարգավորում ենք հետեւյալ ինստիտուտը, երբ որ ամուսնական կյանքի ընթացքում ամուսինները ձեռք են բերում որևէ անշարժ գույք բնակելի, իրենք տիրապետում են այդ անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով եւ որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացվում եւ ժառանգորդները հայտնվում են կենդանի մնացած ամուսնու հետ եւ դառնում են համասեփականատերեր։ Այս ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ ենք տալիս, որպեսզի քաղաքացիները իրենց ընտրությամբ, ամուսինները իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահով պահպանել կենդանի մնացած ամուսնու համար եւ հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո նոր այս գույքը կտրվի ժառանգության։ Սա թույլ կտա ապահովել կենդանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը եւ հետագայում միայն կլուծվի արդեն ժառանգության խնդիրները։